Մի քանի հարց ունեմ։ Արդեն դատարանը մեղավոր է ճանաչել Սրբազանին, ինչ եք կարծում այսօր ինչ որոշում կկայացվի եւ քանի տարի ժամկետով կազատազրկվի Սրբազանը։ Թե չեմ կարող ասել քանի տարի ժամկետով, բայց միանշանակ իրենց նպատակը ընտրություններին իրենց անցնելը ապահովելն է եւ բոլոր հնարավոր օրինական եւ անօրին ճանապարհներով գնալու են փաստորեն, որովհետեւ այս դատական process-ը իրականացավ հանրության աչքի առաջ եւ պարզ երևում է անթակույց ձևով, որ քաղաքական պատվեր է, ոչ մի բան, ոչ մի հիմք չունի այս գործը, ոչ մի բանականության քննության չի տրվում։ Պարզ է դառնում, որ քաղաքական պատվեր է, իսկ քաղաքական պատվերը ունի քաղաքական նպատակներ, որոնց բնականաբար դիմացի ընտրություններն են։ Եթե փաստաբանական թիմը բողոքարկի, ինչ եք կարծում, որևէ բան կփոխվի։ Դե մինչև բողոքարկի ժամանակ կանցնի, իրենք այդ հաշվարկել են, որ մինչև բողոքարկեն, մինչև իրենք մի քիչ արհեստական ցկցկեն, կհասցնեն իրենց նպատակին, որ մինչև ընտրություններ Սրբազանը ազատազրկված լինի կամ պատիժ կրի, եթե ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ լինի, ամեն դեպքում էլի այդ պատժի մեջ կլինի մինչև ընտրությունների ավարտը։ Խնդրեմ։